Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 20 թվականին Արցախից Հադրութից բռնի տեղահանված հասարակական գործիչ վերջին 2.5 տարին այնպես է ստացվել, որ հիմնականում զբաղվում եմ տեղահանվածների ամենատարբեր խնդիրներով, սկսած սոցիալականից մինչև կարելի ասել անձնական բնույթի խնդիրներ։ Օրական կտրվածքով ստանում եմ 500 հեռախոսազանգ եւ ավելի քան 300 հաղորդագրություն, որոնք այդ ստացված հաղորդագրություններն ու զանգերը կոմունիկացվում են հետադարձ կապի միջոցով, տարբեր նախարարություններ ուղարկելով եւ այլն։ Հիմա քանի որ մեր հայրենակիցներին հուզող ամենամեծ խնդիրը դա բնակարանային ծրագիրն է, ես ոչ միայն խնդրի մասին կխոսեմ, այլև հատուկ առաջարկ որպես առաջարկություն կհնչեցնեմ։ Ուրեմն 710 էլ որոշման ծրագրի իրագործման եւ որպես երկարաժամկետ ծրագիր, կենսունակ ծրագիր իրագործելու համար առաջարկում եմ շինարարական կառուցապատման նախագիծ, որով կառավարության որոշմամբ համայնքապատկան հողերից հնարավոր կլինի տրամադրել համայնքների ղեկավարների միջնորդությամբ, որպեսզի սերտիֆիկատները միացնելով կամ միայն այդ սերտիֆիկատների միջոցով բնակարանների բարձրահարկ կամ ցածրահարկ շենքերի կառուցապատում իրականացվի, այստեղ մենք գնիչեցում կունենանք եւ քառակուսի մետրի հարցում, որովհետեւ արդեն իսկ կատարվել են որոշակի ուսումնասիրություններ եւ կառուցապատողների հետ են եղել քննարկումներ, սրանով կլուծվի նաեւ փոքր կազմով ընտանիքների խնդիրները, որովհետեւ միավորելով մեծ կազմով ընտանիքների քառակուսի մետրի եւ գնի համեմատությամբ փոքր կազմով ընտանիքները կկարողանան իրենց բնակարանը ունենալ առանց լրացուցիչ ներդրումների։ Սա բնակապահովման ծրագրի մասով զուգահեռաբար 169 էլ որոշման մասին խոսվեց, ստանում ենք բազմաթիվ մի քանի տասնյակ նամակներ եւ ահազանգեր այսպես կոչված, որ չեն կարողանում իրացնել, որովհետեւ ինչպես նախորդիվ նշվեց, ընտանիքները միավորված են մեկ կազմի մեջ, տրվել է մեկ սերտիֆիկատ 10 միլիոնի միջինում սահմանում եւ ընտանիքները այսօր փաստացի կանգնած են խնդրի առջեւ, բազմիցս նաև դիմել են սոցիալնախարարություն, բայց առ այսօր որևէ լուծում չկա եւ նաև կխնդրեի, որպեսզի 20 եւ 23 թվականների տեղահանվածների միջև տարբերակումները վերջի վերջո փորձենք վերացնել, որովհետև ինչպես նշեցիք, պարոն Թորոսյան, ձեր խոսքում զբաղվածության ծրագիրը վերաբերում է բացառապես 23 թվականի տեղահանվածներին, այնտեղ տարիքային սահմանափակում կար, որը վերացվել է, սակայն 20 թվականի տեղահանվածները չեն կարողանում այդ ծրագրից օգտվել եւ նմանատիպ խնդիր ունենք նաեւ կրթության, բարձրագույն կրթության ոլորտում, որովհետև այնտեղ կա մեկ կետ, որին չեն կարող համապատասխանել 20 թվականի տեղահանված ընտանիքների տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող երեխաները եւ բնականաբար նրանք դուրս են մնում այդ աջակցությունից, կրթաթոշակի աջակցությունից, կխնդրեի այս հարցերի շուրջ մեկնաբանություն եւ նաեւ եւս մեկ անգամ անդրադառնալով բնակարանաշինության հարցին, կխնդրեի այդ առաջարկությունը, որը իր դեպ նաեւ գրավոր տեսքով ուղարկել ենք ձեզ, պարոն Թորոսյան, ինչ որ չափով լուծում տալ այդ հարցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես զբաղվածության մասով կարճ ասեմ, հետո անդրադառնամ առաջարկին։ Մենք ես նշեցի, որ փոփոխություններ ենք պատրաստվում անել զբաղվածության գործող ծրագրում, ըստ էության այն ավելի արդյունավետ դարձնելու եւ այդ փոփոխություններից մեկը նաեւ կլինի այն, որ կվերաբերվի նաեւ 20-ից հետո տեղահանված անձանց այդ մասով մոտ ժամանակներս կունենանք ու այլ ավելի էֆեկտիվ դարձնելու փոփոխություններ կլինի։ Ինչ վերաբերում է ձեր առաջիկ, ես էի ուզում ասել, որ մենք իր հետ խոսել ենք դրա մասին, տեսեք, երկու բան պետք է հաշվի առնենք, նախ դա ըստ էության շատ ինդիվիդուալ որոշում պետք է լինի կոնկրետ համայնքում, կոնկրետ հողի վերաբերյալ եւ այդ որոշումը ավելի շատ համայնքի դաշտում է, քան թե կառավարությունը ենթադրում է մաքսիմում կարող է թույլ տալ ուղիղ ձևով դա վաճառել, մեր դաշտում մենակ այդ որոշումն է, եթե համայնքը դա կուզենա։ Եթե չեմ սխալվում, եթե սխալվում եմ, ուրեմն կառավարությունը այդ լիազորությունն էլ չունի։ Ես ինչքան գիտեմ, ներդրման դիմաց ուղիղ վաճառքի հնարավորություն կառավարությունը կարողանում է տալ։ Եթե չի կարողանում տա, այդ դեպքում կառավարությունը ընդհանրապես անելիք չունի, որովհետև թե հողը համայնքապատկան է, դա ըստ էության բիզնես պրոյեկտ է, հա, եկեք անկեղծ խոսենք։ Դա բիզնես պրոյեկտ է, որի վերջնական իրացումը կարող է լինել նաև մեր սերտիֆիկատների միջոցով, բայց ոչ միայն։ Այսինքն եթե մարդը տուն է կառուցում կամ թաղամաս, ինքը նաև կարող է վաճառել։
Եվ այդ պրիզմայով պետք է նայենք, եթե այդպիսի բան ենք ուզում անել եւ պետքա նայել յուրաքանչյուր դեպքով ինդիվիդուալ կա համայնք, կա հող, կա առաջարկ, շինարար, նայել նաեւ այդ տնտեսական մեր քաղաքականությունները, օրենսդրության շրջանակներում։ Այսինքն ես հիմա չեմ կարող պատասխանել, ասել այո, եկեք բոլոր նման դեպքերը անենք։ Եվ կա երկրորդ շերտը։ Երկրորդ շերտը մեր քաղաքացիների ինտեգրումն է, մեր հայրենակիցների ինտեգրումն է մեր հասարակության մեջ։ Դրա մասն է պետք է անկեղծ խոսենք։ Մեր այս ծրագրի նպատակներից մեկը նաև եղել է այն, որ մեր հայրենակիցները ապրեն այնպես եւ այնտեղ, որտեղ ապրում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները առանց որևէ տարբերության, եւ օրինակ մեր համար եւ իմ համար հատկապես եւ այդպիսի առաջարկներ նաև հնչում են, նաև դաշտում, հա, իմ անուններ չտամ բան, տենց ավաններ սարքենք, շենքեր սարքենք, Ղարաբաղից եկած մեր հայրենակիցները, դրանք պարզապես անընդունելի են, հա, իմ համար անձնապես եւ մեր համար էլ կարծում եմ չպետք է ընդունելի լինեն, որտեվ դրանով մենք չենք լուծում այդ մարդկանց վարչապետի ասած տնավորվելու հարցը։ Մենք այդ մարդկանց նորից մեկուսացնելու ինչ որ տարեր ենք դնում այդ ամեն ինչի մեջ։ Ես հասկանում եմ ձեր առաջարկը, բայց այնուամենայնիվ այդ շերտն էլ պետքա հաշվի առնենք։ Չենք կարող հաշվի չառնել, թեև ինդիվիդուալ ամեն կոնկրետ դեպքը կարելի է քննարկել, եթե չեմ սխալվում, դուք Էջմիածնի հենց համար եք այդ առաջարկը անում, մենք մեր գործընկերների հետ խոսել ենք, նորից կխոսենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, եթե այլ գործընկերներ էլ պետքա ներգրաված լինեն նաեւ իրանց հետ, բայց այդ իմ ասացի տրամաբանության մեջ։